Մոտ 60 կիլոմետր երկարությամբ Ղազանչիից դեպի Գյումրի ձգվող սելավատարի հատվածը 3 երեկոյան Հողմի գյուղի մոտակայքում տեղացած առատ անձրևի ու ծնհալկի պատճառով վնասվել էր, ինչի արդյունքում պատասխանատուների հավաստմամբ խափանվել էր 6 համայնքների, ինչպես նաև Մարալի քաղաքի ջրհամատակարարումը։ Նման պատահարներ, ինչպես տեղեկացանք ջրմուղի պատասխանատուներից, տեղի են ունենում ոչ հաճախակի։ Այս դեպքում ջրի առատ հոսքի հետևանքով բետոնյա դիտահորը, որը բավականին մեծ քաշ ունի, իր փականի հետ միասին շուռ էր եկել։ Ջուրը անջատելուց հետո կատարվել է նոր փազանի տեղադրում, նոր չրթող փազանի տեղադրում, երեկոյան ջուրը հասնի սվառողին։ Շիրակ ջրմուղ-կոյուղի ընկերության վթարավերականգնման աշխատանքներ իրականացնող խումբը վթարի հետևանքները վերացնելու նպատակով այսօր արդեն դեպքի վայրում էր։ Նմանատիպ վթարներից խուսափելու նպատակով այս հատվածում, ինչպես նշեց ջրարտադրության եւ ջրատարների շահագործման բաժնի պետ Էդիկ Պեպանյանը, տեղադրվելու են ավելի մեծ չափի ջրախողովակներ։ Ավելի մեծ տրամագծի խողովակներ, որովհետեւ նման դեպքերում սելավատարը աշխատի նորմալ։ Վարկյանում 200 լիտր ջրի հոսքը դադարեցնելու նպատակով ընկերության համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից սելավատարի վերին հատվածում տեղադրվել էին ջրթող փականներ։ Խողովակը ամբողջովին ջրազրկելուց հետո էլ սկսվեցին զոդման միջոցով վթարավերականգնման աշխատանքները։ Այս տարի ընկերությունը մարզը սպասարկող ջրհամատակարարման ցանցի վերանորոգման հետ կապված լուրջ աշխատանքներ է իրականացնելու, քանի որ դրանք մի քանի տասնյակ տարիների ընթացքում գրեթե ամբողջովին քայքայվել են։ 70-ական թվականներին է կառուցել, սա շրջանցող ջրատարներ են, Կապսի ջրամբարի կառուցման ժամանակ, որպեսզի ջրատարները չմնան լճի տակ, տեղափոխվել է այս կողմից։ Ընդհանուր վիճակը վատ չէ, ունենք աշխատանքներ կատարելու, ծրագրեր ունենք, այս տարի ահագին աշխատանք է նախատեսել ջրագծերի վրա կատարելու։ Մեր նկարահանման պահին վթարավերականգնման աշխատանքները դեպքի վայրում դեռևս շարունակվում էին։ Անահիտ Նադարյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։